Տատի հետ այդ լրատվական միջոցները տարբեր նայում ենք, որը ընդունում ենք, որը չենք ընդունում, քննադատում ենք մեր մեջ, մենք էլ ենք նախարար դառել, վարչապետ դառել, սխալ ենք համարում, ճիշտ ենք։ Ընդհանրապես ժողովուրդը հիմա այդ կարգավիճակի է, չգիտեմ հասկացել եք, չէ՞։ Բոլորն էլ ոնց որ թե քննադատում են քաղաքականությունը, վերջ։ Ես ու տատի իրար ասում ենք, այս բանն է սխալ, այն բանն է ճիշտ, հա։ Մենք մեր միջին այդ բաները քննադատում ենք, որ ճիշտ է կամ սխալ է։ Նման հարցերով զբաղվում ենք, դա ժամ անց անում էլ։ Ամեն տեսակ թշնամու հետ կարելի է, բայց ոչ թուրքը։ Թուրքը չի կարա հայի հետ բարեկամ լինել։ Նա եթե բարեկամություն էլ ուզում է հաստատել, դա կեղծիք է։ Գիտեք ինչ, հիմա 1915 թվին որ մեր ազգը կոտորվեց թուրքի կողմից, այսօր եթե մենք ուզում ենք նրան մոռացության տանք, այսինքն միջև մոռացություն տալն էլ նորից 20 թվին կոտորված կելա, միջև 90-ական թվականին Սումգայիթ, Բաքու կոտորած եղավ, ով ինչ արավ, մեզ մնում է, որ մեր ազգը միասնության ուղին բռնի, միասին պայքարեն այդ ընդհանուր թշնամու դեմ։ Թուրքը այն ազգն է, որ պատմությունը ցույց է տվել, որ նրա հետ բարեկամ, նրա դեմ պետք է ուժեղ լինես։ Եթե ուժեղ եղար, արդեն խաղաղություն էլ կլի ամեն ինչ։ Իսկ եթե թույլ եղար, նա էլի նրանց բանը պոլիտիկան ավելի ուժեղ է, բանը դիվանագիտությունը։ Նա էլի հիմի տեսնես հայերի հետ էլի ուզում է բարեկամանա, որպեսզի այդ անցյալը մոռացվի, հայերին մոռացության տան։ Բայց դա նշանակում է, որ եթե հինը մոռացվում է, նա նորից պետք է սկսի։ Մենք բոլորս էլ գիտենք, որ նրանց ցանկությունն է, որ աշխարհը տիրեն թուրքական բանով, մուսուլմանական բանով։ Մեր թշնամի պետության ղեկավարն ասում է, ձեր սահմանադրությունը պետք է փոխեք, հիմա այդ գործընթացը շարունակվում է, դա նշանակում է, որ մեր թշնամի պետության ղեկավարի կարգադրած բանը բարձրաձայնած առաջարկը ոնց որ թե մեր ղեկավարը մեր բանը իշխանությունը ընդունում է։ Այդ օրինակ ես սխալ եմ համարում, կամ որ հողերը գրավել են Ջերմուկի մոտ, բանը Գեղարքունիքում, Սյունիքում, հետո մեր ղեկավարը ասում է, խաղաղության պայմանագիր եմ ուզում կնքեմ։ Եթե մեր գերիները ընդեղ, մեր հողերը գրաված, նա խաղաղության պայմանագիրը որն է, հիմա էլ զինված ուժերի ժամկետները կրճատելը, մենք գիտենք, որ մեր բնակչության քանակը շատ քիչ է, հետո իր ներդրած այդ բանը բյուջեն կրճատել, փոխանակ մի բան ավելացնի, որ զենք ու զրահ բերի, որ պաշտպանության, ուսիմ, այդ խաղաղությունն էլ ժամանակավոր բնույթ է կրում։ Նրանց միտքը ուրիշ է, նրանց միտքը հայ ու թուրքի բաները տարբերությունը սար ու ձոր է, չի կարա թուրքը հային ընդունի որպես բարեկամ։ Նա էլի բանը կեղծիկով կբարեկամանա ու կխփի իր ցանկացած ժամանակամիջոցին։ Այդ հենց է, պատմությունը կարդացել ենք, գիտենք բոլոր ժամանակների, եւ այսօր էլ նույն այսօր կատարվում է։ Շատ դժգոհում ենք այդ բանը, նույնիսկ քաղաքական մարդիկ էլ մեր իշխանավորները կանայք են դուրս գալի, տկլոր են դուրս գալի։ Խոսքի մեջ գրական խոսք համարյա քիչ են օգտագործում, լրիվ ժարգոնով են խոսում, փողոցային ժարգոնով են։ Դա անմիջապես ինչքան ներողություն, ինչքան տուպոյ մարդ էլի, զգում է, որ սա բարձրաստիճան իշխանավորի խոսելաձև չի, իհարկե, դրանք բոլորը զգացում են, չի կարելի մարդը հեռուստատեսություն դուրս գալու, նա պետք է
էլեգանտ կինն էլ տղամարդն էլ տղամարդիկ են դուր փնթի թափթփված անթրաշ բաները չես հասկանում հակի շորերն ինչա շորտիկով բանա դուրս գալի շատ վատ է նախարարներ կան կանայք կան դուրս են գալի ես հիմա չեմ տեսնում բայց տատա պատմում էս ինչ կարգավիճակ է Վալոդյա չի իմանչում որ այս ձևի բան նախարարը դուրս եկել հարցազրույցի ցավը տանեմ ինչ կուլտուրան պետք է բարձր աշճանի վրա լի փոխվելն ինչն է որն է փոխվել որ փոխվել է ժամանակները գիտությունը զարգացել է մարդիկ պետք է ոնց ուզենան նենց էլ դուրս գան հերոստատեսությամբ ժողովրդին ցույց տան իրանց ֆիզիկականը սխալ է դա հագուստը շատ բան ասում խոսալը շատ բան ասում մարդու կիրթ լինելու նրա ֆիզիկականը ցույց տալու համար որպես մարդ շատ բան ասում իսկ այսօր չկա ասում ենք ժամանակն էլի բանը փոխվել են ժամանակները փոխվել են դեպի լավը թող փոխվեն սովետական միության ժամանակ դու որ թվի չեք հիշում ոնց կարող էր մի բան հերոստատեսությունում մի իրան ելույթ ունեցող մարդը առանց փողկապի առանց կոստյումի կամ կին տեղոսկին ղեկավարներ էլ կային բոլորը կուլտուրական հիմա չի տկլորեն դուրս գալիս նախարարա թելե մեկ էլ վարչապետի այդ բաները ինչ է նշանակում որ նա իր գոտու ծակերը ցույց է տալի թե ինքը լղար արագ դա ինչ երկրի ղեկավարի բան հա սխալ բան է կամ իր ընտանիքը ցույց է տվել թափթփած տատիկը նայել որ թափթփված տունը թափա շորերը դեզդեն բան ոնց կարելի է շատ բան կա հիմա ես շատ բան չեմ ասում կամ շատ բան էլ չեմ հիշում բայց պետք է երկրի ղեկավարը լինի իր դիրքը բարձր պահի փողոցում կամ ժողովրդի հետ էլ վարվելաձևը պետք է որպես բարձր դիրքով ոչ թե ժողովրդին անտեսի արհամարի այլ եթե ժողովրդի հետ ներկայանում է պետք է իր դիրքը բարձր պահի իր արժանապատվությունը պետք է բարձր լինի որ գնա օրինակ շուկայում խնձորը կծելով գնա ասի համտես անեմ կամ պետք է ամեն ինչ չափի մեջ լինի եթե դուրս է գնում մեր ղեկավարը պետք է այնտեղ էլ պետք է հենց դիրք ունենա որ ասեն Հայաստանի թագավորն է Հայաստանի ղեկավարն է ոչ թե երեսները շորտան կամ բամբասան կանեն սրանք նորմալն իշխանություն չեն ազգային ժողովն էլ այդտեղ փողոցային շարժու ձև է գնում իրար ինչ ասես ասում են փողոցային ժարգոնով ինչ իրար վրա շպրտելով ում բերանն ինչ գալիս է առանց այսինքն լեզուն ուղեղից առաջ հանգնում միշտ հա հիասթափվում ենք աղջիկ ջան այնքան պարակ տված է մեր ներքին բանը աշխարհը մեր կյանքը պետության մեջ այս հայոց պետության մեջ չես հասկանում ով ում է ընտրում ինչի համար գիտենք շատը ով ինչ անում եւ ինչի համար անում ես ցանկանում եմ որ մի հատ դիկտատոր ղեկավար ունենանք որ բոլորին նրանց տեղը ցույց տա կա այդպիսի մեկը չգիտեմ դարում ոնց ուզում ալի մեկը ծնվում է